Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողին հարցազրույց է տվել, ձեզ ինչ է ասել նա։ Ընդհանրապես ինքը ինչ չի հետաքրքրում, բայց ինքը իրավունք չունի իմ անունից այդպիսի բան։ Ես պահանջատեր եմ եւ Եղեռնի վերանայումը դա աբսուրդ է։ Դու գնա իր ուղեղը վերանայի։ Աղջիկս չեմ հասցրել լսեմ։ Ինձ կներեք, բայց չեմ հասցրել որ լսեմ։ Ես կուզեի էլի անպայման ես լսում եմ։ Ուղղակի երեք ժամանակ չեղավ։ Կներեք ինձ։ Չեմ լսել, ոչինչ չեմ կարող ասել։ Ես չեմ լսել, աջան աշխատանքից հոգնած գնում եմ, ոչ էլ տելևիզոր եմ կարող նայեմ, չէ կներեք էլի։ Դե չգիտեմ, ես ընդհանրապես լուրերը չեմ նայում, որտեղ անկապ հարցեր են տալիս, անկապ որոշում են կայացնում, լավ կլիներ, այն որ ասած աշխատավարձի մասին մտածեին, նոր հետո երկրորդականը սկսեին։ Որոշ բաներ կա, որ ճիշտ է, որոշ բաներ կա, որ սխալ է, հանձինս ես կարայի ասեի, որ աշխատավարձը հիմա բոլոր մեր այս ժողովուրդը կախված է աշխատավարձից։ Բուն նպատակը դա է։ Նոր հետո այն մնացած բաները իրան գլխից են սկսում վերջը, բայց վերջից պետք է սկսեն գլուխը։ Ասում եք ցեղասպանության հարցն եմ վերանայել։ Կանում 3 թուրք լրագրողներին հարցազրույց է տվել Նիկոլ Փաշինյանը, ձեզ ինչ է ասել նա հարցազրույցին։ Ինչ ասել է, ես խոսել եմ, ինչ ասել։ Նորմալ բան չի ասել, ինչ ասել։ Հետևել եք դուք։ Լսել եմ։ Հենա ասում ինչ որ իրանց պետք է Ադրբեջանին, Թուրքիային։ Մեզ համար ոչ մի լոր բան չի ասել։ Ես չեմ լսել, որ ձեր հարցը պատասխանում։ Իսկ թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչներին մեր վարչապետը ինչ ասելիք ունի ըստ ձեզ։ Ինքը բոլորին էլ ասելիք ունի ըստ ինձ։ Միայն լսողը պետք է հասկանա իր ասածները ու ճիշտ են բռնում։ Չեմ լսել ոչ բան։ Բայց ինչ ասելիք ունի թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչներին մեր վարչապետը։ Որ ասեմ հիմար մարդը դրա համար։ Ես չեմ լսել, ճիշտ ասած, տեղյակ չեմ։ Չեմ կարող, եթե ինֆորմացիա չունեմ, ինչ է խոսացել, ինչ է տվել, ես ինչ կարող եմ ասել։